Պարոն Մանուկյան, ինչ նշանակություն եւ դերակատարություն ունի եկեղեցին հայ ժողովրդի համար։ Պետականության բացակայության ընթացքում եկեղեցին շատ ավելին է եղել, շատ ավելի մեծ գործառույթ է իրականացրել, քան հոգեբժշկական միայն իր առաքելությունը եւ շարունակում է։ Ինչպես եք վերաբերվում եկեղեցու հանդեպ իշխանությունների հալածական վերաբերմունքին ու հարձակումներին։ Ամոթ խայտառակություն, շատ դատապարտելի վերաբերմունք է եկեղեցու նկատմամբ, շատ դատապարտելի։ Ինչպես կարելի է սեփական եկեղեցու նկատմամբ, սեփական օծյալ հոգևորականների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորել։ Շատ ամոթալի խայտառակություն է մեր ամբողջ ազգի համար է դա։ Եթե որևէ մեկը կարծում է, թե ֆիզիկապես ճնշելով, հալածանքներով կարող է եկեղեցուն հաղթահարել, ինքը ուղղակի մոլորության մեջ է, դա հնարավոր չի ուղղակի։ Կարող են քանդել, կարող են ջարդել, կարող են սպանել, ամեն ինչ կարող են անել, ոնց որ արել են, բայց չեն կարող, հոգին չեն կարող սպանել, եկեղեցին մեր ազգի հոգին է։ Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգևորականների հանդեպ այս վերաբերմունքը կարելի է արդյոք դիտարկել իշխանությունների հայացքները չկիսող մարդկանց լռեցնելու փորձ։ Ցանկացած ճնշումներ, ցանկացած ռեպրեսիվ գործողություններ վախկոտների համար արդեն ազդակ է, որ ուրեմն դու լուռ մնա, ուրեմն դու մի խոսիր, հնազանդվիր բռնությանը, այսինքն էլ մի մտածիր, որն է ճիշտ, որն է արդար, որն է իրավացի, այլ եթե, այսինքն դա արդեն կենթանական մակարդակ է, երբ որ մարդը ոչ թե տրամաբանորեն դատում է, կշռադատում է որոշելու համար տվյալ իրավիճակում, որն է ճշմարիտը, այլ ուղղակի մորթապաշտության երևույթն է դա, երբ որ վախենալուց սսկվում են, լռում են։ Արդարության համար պիտի խոսել, պիտի ճշմարտությունը ասել։ Տեր Արամ քահանայի մասին իշխանությունները ասում են օծյալ է, իսկ այսօր անազատության մեջ գտնվող բարձրաստիճան հոգևորականները օծյալներ չեն։ Իհարկե օծյալներ են, ընդ որում մի ասենք կրկնակի եռակի օծյալներ են, որովհետև քահանայական օծությունից հետո եպիսկոպոսական օծություն է եղել, ասենք կաթողիկոսի դեպքում կարծեմ եռակի թե քառակի այդքան լավ չգիտեմ, բայց Աստծո օծյալ հովիվներն են մեր, իհարկե օծյալ են եւ յուրաքանչյուր աշխարհիկ քրիստոնյա պետք է ոչ միայն սիրի հարգի, պիտի ակնածանք ունենա օծյալ հոգևորականի նկատմամբ, առավել եւս բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ, առավել եւս թեմի առաջնորդի, առավել եւս կաթողիկոսի, պիտի ակնածանք ունենա։ Հիմա դրա ժամանակը չի, որ իրենք խոսեն ինչ-որ խնդիրների մասին։ Մենք շատ լավ գիտենք, որ մեր եկեղեցին դժվարություններ ունի, խնդիրներ ունի, եւ եկեղեցին համապատասխան ատյաններում, համապատասխան ձևով այդ հարցերը, այդ բոլոր դժվարությունները քննում է, քննարկում է, փորձում է եկեղեցին իր խնդիրները հաղթահարել, բայց նման դեպքերում իմ կարծիքով ուղղակի ջուր է լցվում չարի ջրաղացին, նման ձևերով։ Բազմաթիվ այլ ուղիներ կան, բազմաթիվ այլ ճանապարհներ կան եւ եկեղեցում այդ հարցերը այնպես չի, որ չի քննարկվում։ Դա եկեղեցու գործն է, եկեղեցու առաջնորդները, եկեղեցու հոգևոր հայրերը իրենք են դա լուծելու։ Աշխարհականի ինչ գործն է, աշխարհականի ինչ բանն է, որ խցկվի այդ հարցերի մեջ։
Բանը հասել է նրան, որ եկեղեցու պատմություն առարկան է հանվում։ Բանը հասել է նրան, որ լուրջ, ասենք, դավանաբանական, այսպես հարցերի են փորձում միջամտել միջով եկեղեցու կանոնադրություն գրել, բայց դա ձեր ինչ բանն է։ Եկեղեցու կանոնադրությունը դուք պիտի գրեք եւ ընդհանրապես ոչ քրիստոնյա հավատ չունեցող մարդիկ իրավունք չունեն այսպեսի հարցերին առնչվել, որովհետեւ նրանց դատողությունները չեն կարող ճշմարիտ լինել։ Քրիստոնեության մասին, հոգևոր հարցերի մասին անհավատ մարդը ոնց կարող է խոսել։ Ես կուզեմ դիմել մեր քրիստոնյա եղբայրներին, քույրերին, մեր ընդհանրապես մեր ժողովրդին, որ մենք աջակից լինենք, թիկունք լինենք մեր եկեղեցուն։ Եկեղեցին հիմա ասենք ծանր վիճակում է եւ պիտի աջակցել, պիտի թիկունք լինել առավել եւս քան սովորական պայմաններում։